եղբայրներ, ինչ հրաշալի գեղեցիկ հավիտենական խոսքեր երկի մեջ, այնտեղ Քրիստոսը լույս կուտա հավիտենության մեջ, երանի որ մենք այդ լույսին, այնտեղ կուրություն չկա, այնտեղ հավիտենական լույս է, որ մեր աչքերը պիտի տեսնե մեր Տեր Թագավորին, ժողովուրդ ջան, այդպիսի երկել մենք քիչ առաջ երկեցինք, թող աչքերս բացվին ըսավ, այսինքն ինչ կուզենք այսօր մենք քուրեր եղբայրներ, այսօր բնականաբար Տերը մեզի լույս բացեց մեր աչքերի առաջ, որպեսզի մեր հոգու աչքերը լուսավորվի, որպեսզի մենք տեղ տնենք մեր աչքերին, որպեսզի մեր աչքերը տեսնի, գրված է այդպես մարգարեության մեջ, քո աչքերը պիտի տեսնե քո Տեր Թագավորին, այդ երանությունը, այդ հավիտենական երանությունը ժողովուրդ ջան, մենք պիտի ժամանակը երբ որ կա, կտեսնենք, թող իր անունը փառավորվի, ամեն։ Տերը մեզի այսօր ժամանակ է տվել, քուրեր եղբայրներ, ամեն օր կքնենք ու կարթնանանք, ու ամեն բան տարբեր տեսակի կերպեր կտրվի մեր առաջ մեր ապրած կյանքի ընթացքի մեջ, ժողովուրդ ջան, որպեսզի մենք ողորմություն գտնենք, մեր կուրությունը բացվի, մեր աչքերին տեղ տրվի, որպեսզի տեսնենք այսօր երկրի վրա Տիրոջ խաչելիությունը, այնտեղ էլ մեր աչքերը բացվին, ու մենք տեսնենք մեր Տիրոջը, այդ դռնովը կրնանանք ներս մտնենք, իր անունը փառավորվի։ Մենք բոլորս կհիշենք այն անձնավորությունը երկրի վրա շատ անգամներ են խոսվել այդ մասին, քուրեր եղբայրներ, որ ասեց իմ անձիսս եմ կեր ու խմե, այսինքն այս անձնավորության աչքերը փագեր, ինքը չտեսավ այնտեղ, Աստված թույլ էր տվել, կերակրել էր իրան, երկրի վրա իր պետքն էր տվել, որպեսզի իր աչքերը բացվիր, բայց ինքը ասեց ուտեմ ու խմեմ, որտև եկուց պիտի մեռնեմ։ Իմ անձիսս եմ կեր խմե զվարճացի, չբացվավ իր աչքերը։ Այսօր մենք ողորմություն ենք կդել, քուրեր եղբայրներ, տարիներ շարունակ Աստված իր խոսքն է ղրգե մեզի։ Ինչպես որ կանգնավ են կույրի առաջ, ասեց ինչ կուզես, ինչ կուզես։ Այսօր մեզ էլ կսե ինչ կուզես, կուզենք որ տեսնենք ու իրան փառավորենք հավիտյանս հավիտենից։ Մեր եղբոր խոսքը ամեն անգամ ես կուզեմ հիշադակեմ մեր մեջ տպավորվի, իմ մեջ տպավորվել է, ես իմ սիրեգանինն եմ, իմ սիրեգանը իմս է, այսինքն տեսավ, որ ասեց, որ չտեսնիր, չեր ասե։ Ես կարդամ Եսայի մարգարեության մեջ 55 գլխից 2 համար եւ մենք կանգնենք աղոթքի։ Ով բոլոր ծարավներ, եկեք ջուրերու մոտ, եւ դուք, որ փող չունիք, եկեք ծախու առեք ու կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի, գինի ու կաթ։ Եվ շարունակության մեջ այսպես է գրված. մեկ ինձ լսեցեք, որ բարիքը ուտեք, եւ ձեր հոգին զվարճանա պարարտությունով, ձեր ականջը խոնարեցրեք եւ ինձ մոտ եկեք, լսեցեք եւ ձեր հոգին կաբրի։ Թող Տերը այսօր քուրեր եղբայրներ բացե մեր լսողությունը, մեր սիրտը, մեր միտքը, մեր աչքերը, որպեսզի մենք այսօր իր խոսքով լուսավորվենք, մեր աչքերը բացվի ու մենք էլ ցանկանանք այն երկինքը, որ պատրաստված է քուրեր եղբայրներ մեզի համար, որ երանի որ մեզի այսօր Տերը գտել է, որ մեզի ինքը ողորմություն է երե, որ երբ որ ժամանակը կա, մենք էլ երկերկոցի պես, որ գրված է, այդպես ասենք, արիք ու այգիտ, քաղեք ու պատվական պտուղը, Տերը մեզի բոլորիս օրհնե, ամեն։ Թող Տիրոջը անունը փառավի, քույր եղբայրներ ջան, շնորհակալ ենք Աստծուց այսօրվա համար, այս հնարավորության համար։ Մի բանի մասին կմտածեի, այդ ուղղությամբ կուզենամ կիսվեմ ձեզ հետ։ Ադամից ու Եվայից սկսած մինչև այս օրերը մենք որ գնայինք, մարդու էությունը ընդհանրապես չի փոխվել։ Ինչ ձևի որ մարդը ծնվել է, ինչ ձևի որ Աստված ստեղծել է մարդուն, ինչ սիրտոր ինքը ունեցել է, մինչև հիմա այս սիրտը չի փոխվել։ Պես կուզեմ օրինակներ նայենք, թե իրանք ինչ ձևի կմտածեին Ադամի ու Եվայի կյանքից
Իսրայելի ժողովրդի կյանքից ու մեր կյանքից։ Ու տեսնենք արդյոք մարդու կյանքի մեջ փոփոխություն կա, թե չկա, ու ով է մարդուն փոխողը։ Արդյոք մարդը կրնա ինքն իրան փոխվի, թե Աստված է մարդուն փոխողը։ Ժողովողի առաջի գլուխ 9-րդ համարի մեջ կսեմ. ինչ որ եղած է, նույնը պիտի ըլլայ, ու ինչ որ կորսված է, նույնը պիտի կորսվի։ Արևում տակ բնավ նոր բան չկա։ Կարող է այս քանի հազար տարվա մեջ շատ բան է փոխվել երկրի վրա։ Տեխնոլոգիաները, չգիտեմ, այնտեղ գիտությունը, ամեն բան շատ բան է փոխվել, բայց որ կնայենք մարդու սիրտը ընդհանրապես չի փոխվել։ Ինչ ձևի կար, Աստված ինչ ձևի ստեղծել է, այդ ձևի էլ մնացել է։ Ու շատ վատ է որ այդ վիճակի մեջ մարդը երբեք չի փորձել որ փոխվի, երբեք չի փորձել որ Աստծուն փնտրե, ու ինչ որ մի հատ քայլ չի անի որ այդ ընթացքում ինքը ուղղվի։ Բայց փառք Աստծո, որ մենք Աստծուն կճանճենք, գիտենք ով է մեզի փոխողը ու գիտենք ու մոտ կերտանք, ու շատ կարևոր է մենք մեր համաձայնությունը տանք Աստծուն, որ մեզի փոխե նոր մարդ դարձնե։ Ես կուզեմ քանի օրինակներ ասեմ մարդու բնության վրով, թե ինչ բնություն ունի մարդը, Ադամի ու Եվայի ժամանակ ունեցել է, թե չի ունեցել այդ բնությունը, Իսրայելի ժողովուրդը ունեցել է, թե չի ունեցել, ու մեր կյանքի մեջ մենք ունենք այդ բնությունը, թե չունենք։ Առաջի բնությունը մարդկային, որ ինքնավստահություն է։ Մարդը կրնա իր շատ գործերի մեջ ինքնավստահ է, իր քայլերի մեջ ինքնավստահ է, որ ես կրնամ այդ հարցը լուծեմ, ես կենեմ ու այդ ամբողջ պատասխանատվությունը վերցնե իր վրա։ Նույնը տեղի ունեցավ Ադամի ու Եվայի կյանքում, երբ որ իրանք վստահեցին իրանց աչքերին։ Երրորդ գլխի մեջ կսե կինը տեսնելով որ ծառը աղեկ էր կերակուրի համար եւ հաճելի աչքերուն ու փապագելի իմաստուն ընելու համար առավ անոր պտուղեն ու կերավ եւ իր երկանն ալ տվավ եւ անիկալ կերավ։ Իրա ինքնավստահ էր, գիտեր որ ուտեմ, վերջ աստվածների պես կյանի մոցը խապել էր իրան, իրա մեջ այդ բնությունը կար։ Ինչ եղե որ ես էլ ուտեմ հլնայինք ինչ կյանի, ինչ կստացվի, աստվածների պես կյանինք։ Ու նույնը եղավ, երբ որ Իսրայելի ժողովուրդը կարդամ այդ հատվածը, երբ որ Աստված խոսք էր տվել իրանց այդ երկիրը, բայց իրանք իրանց աչքի տեսածին կհավատային, այն ինչ որ կտեսնեին, ինչ որ կմտածեին, օրդի կտպես նայ։ 13-րդ գլխի 27 համարի մեջ։ Երբ որ գնաց է խոստացյալ երկին էին տեսե, կատումեղր բխող երկին էին իրանք տեսե, գնացին, եկան իրանց Կարտամ 27 համը եւ գալով հասան Մովսեսին ու Արոնին եւ Իսրայելի որդիներուն բոլոր ժողովրդին, Փարանի անապատը Կադես եւ բոլոր ժողովրդին լուր բերեցին եւ երկրի պտուղը ցուցուցին անոնց։ Գնաց է տեսել էին թե ինչ լավ երկիր է ու այդ պտուղը հետը բերել էին թե ինչ մեծ պտուղ կա ու իրանց վախեներ որ քսեննդեղ ենակի որդիներ կա։ Իրանց աչքի տեսածին կհավատային ու իրանք վստահ էին, ինքնավստահ էին, որտեղ չեն կռնա իրանք մտնին։ Աստված գիտեին Աստծո հրաշքները այդ ամենը իրանք իրանց կյանքի մեջ տեսել էին, բայց շատ հետաքրքիր որ արդակին երևույթին նայեցին ու ասեցին որ այնտեղ հսկաներ կան, մեծ մարդիկ կան, որոնց որ մենք չենք կռնա հաղթենք։ Ու հիմա գիտեք, բան չի փոխվել մարդու կյանքի մեջ, որ կնայենք շատ իրավիճակների մեջ մարդը ինքնավստահ է։ Քսեոր այդ ամենը ինքը կռնա հաղթահարե ինքնուրույն։ Այդ ամենը ինքը կռնա այնե ու իր աչքի տեսածին կհավատա։ Այն ինչ որ ինքը տեսել է, այն ինքը ինչ որ Աստծուց լսել է, կռնա դոր նույնիսկ կասկածե։ Մյուս մարդկային վիճակ, երբ որ մարդը կցկտի որ ինքնուրույն է անի։ Այդ ամենի մեջ կսե որ ես կռնամ ինքնուրույն անեմ, թեկուս եւ մոտս չստացվի, թեկուս եւ լավ չեղնի, բայց ես կուզեմ ինքնուրույն անեմ, առանց Աստծու անեմ։ Ու էլի օրինակներ ասեմ, երբ որ Ադամն ու Եվան հենց այդ նույն պահը, երբ որ իրանք մտածեցին, որ ուտենք աստվածների պես կյանենք, ու մենք ինչը ուզենանք, պես նայեք ենք։ Կապ չունի թե Աստված կա, թե ինքը ինչ է, մեզի սելոր բոլոր ծառերից համարձակեր, բայց չարին ու բարը զանազանող ծառից չուտես, կապ չունի թե իրանց ինչ է, այլ իրանք կմտածեին, թե իրանց աչքի տեսածը ինչ իրանց լավ կերևա, ու դիկալ իրանք փորձեցին ապրել, ենել։ Ու դոր համար կսե
այդ ծառի պտուղից վերցրեցին ու կերան, ինչի որտեղ իրանց աչքին հաճելի էր, որտեղ ուզեցան որ ինքնուրույն ապրեին։ Ու մյուս օրինակը Սավուղի կյանքից ես կուզենամ բերեմ, առաջի թագավորաց 13-րդ գլխի մեջ է գրած, այս պատմությունը երկար է, բայց մի հատվածը ես կուզենամ կարդամ, որտեղ որ Սավուղը սպասեր Սամուելին, որ ողջակեզ էր, բայց ինքը խոստաց այդ Սամուելի սած օրերը երբ որ անցել էր, ինքը սա որ ողջակեզը ու խաղաղության զոհի մոտս բերեք, ու ողջակեզը մատուցանեց։ Երբ որ քսե Սամուել եկավ, սավ ինչ երեցիր, Սավուղը սավ, տեսայ թե ժողովուրդ իմ քովես կցրվի ու դուն քու որոշած օրերդ մեջ չեկար ու փղշտացները մակմասի մեջ հավաքված են, ասի փղշտացներուն հիմա ին վրա կախտան պիտի իջնեն եւ ես Տիրոջը առջև աղոտ կրած չեմ, ուստի համարձակվելով ողջակեզը մատուցանեցի։ Ես մտածի որ դու չես կա, ես մտածի որ արդեն խնդիր կա, խնդրեմ կա, դժվարություն կա, այն վրա կու կա թշնամին, ես էլ հələ չեմ աղոտեցեցի ողջակեզ ենեմ, ես էր իր պատասխանը։ Բայց Սամուելը երբ որ այդ ամենը իմացավ, սա որ հիմարություն էր իր, որ քու Տեր Աստծոյդ քեզի պատվիրած պատվիրանքը չպահեցիր։ Ու հետաքրքիր ստեղ բան տեղի կունենա, երբ որ քսե Տերը քու թագավորությունն Իսրայելի վրա մինչև հավիտյան պիտի հաստատեր։ Բայց քսե ես քու արարքիդ համար արդեն իր սրտին համեմատ մարտման կու կա Աստված։ Ստեղ էլ մենք կտեսնենք Սավուղը ինքնուրույն երավ ինչ որ երավ, ինքը չսպասեց Աստծուն, չսպասեց որ այդ ողջակեզը եներ Սամուելը պիտի կար բդիսեր, բայց ինքը դեռ չսպասեց ընդհանրապես ու մտածեց որ հա դե ինչ եղի որ սպասենեմ, այդ ամենը ենեմ, համարձակությունով երավ, բայց մենք կտեսնենք ինչ կորուստ տվավ ինքը, ինչ եղավ իր հետ ու գիտեք նույնն էլ հիմի է, երբ որ մենք կմտածենք թե այն ճանապարհները, որոնք որ մենք կխորենք, որոնք որ մենք կմտածենք որ ճիշտ է։ Մենք կմտածենք ճիշտ կենենք, ճիշտ քայլով կենենք, ճիշտ ուղղությամբ կերտանք, բայց առագացի մեջ մի ադամ շատ լավ համար կա, մենք գիտենք որ քսե ճամփակար մարդուն շիդակ կերևա, բայց անոր վերջավորությունը մա է։ Նույնն էլ այս մարդկանց կյանքում էր, թե Ադամի Եվայի որ իրանք գիտեին թե ճիշտ ճանապարհի մեջ են, հաշկին հաջել է ու դեմիշ կերնի որ, բայց իրանց մահ սպասվավ թե Իսրայելի ժողովրդի համար, որ իրանք իրանց աչքի տեսածին կհավատային, կսեին ընդեղ ենակի որդիներ կա, մենք չենք կրնադեղ մտնենք, ու թե Սավուղի համար, որ ինքը մտածեց, որ ինքը ինքնուրույն ինչ-որ մի ադմ բան կրնային է։ Ու նույնն էլ մեր կյանքի մեջ կրնայանի, քույր եղբայրներ, չան, որ մենք մտածելով, թե առանց Աստծու ինչ-որ մի բանում կրնանք ենենք, առանց Աստծու ինչ-որ մի քայլում կրնանք ենենք, ու շատ ժամանակ, երբ որ այդ մտքերը կուկա, մենք կսկսենք մտածել այդ ուղղությամբ, բայց հասկանանք, որ Աստված է մեր կյանքի Տեր ու Փրկիչը, Աստված մեզի ստեղծել է, արարել է ոչ թե նոր համար, որ մենք ինչը ուզենանք ապրենք, այլ մեզ ինչ որ ինքը կուզենա ապրենք, ու մենք առաջինում դիքնենք, թե ինչ է պատրաստել Աստված մեզի համար ու ինչ կուզե մեզի համար, օրեն է մեզի համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի, մյուս մարդկային վիճակ, երբ որ մարդը միշտ դժգոհ է ինչ որ մի բանից ու Իսրայելի ժողովրդի մեջ որ գնայինք քսե Երանի թե Եգիպտոսի մեջ մեռած եղնեինք չէ ու քսե կամ ստեղ անապադի մեջ մեռած եղնեինք այս ամենը մեզ հետ տեղի չունենար այդ տրտունջը կար իրանց կյանքի մեջ ու Պողոս Արաքյալը Ֆիլիպեցիս 2:14-ի մեջ քսե առանց ինչ որ կենեք առանց տրտունջ երեք այսինքն թե իր ժամանակ, թե Իսրայելի ժողովրդի ժամանակ ու թե հմել որ գնայինք, մարդու էության մեջ, մարդու բնության մեջ կա տրտնջալը։ Հիմա որ դուս կելնես, ինչ որ մեկին բարև կուտաս, առաջինը եղանակից կխոսա, չէ։ Քսե այ քեզի բան, սա օրն անձրև կուկա։ Ում կտեսնես եղանակից կփոխվի։ Մարդու մեջ այդ տրտունջը կա, չի համակերպի նոր այդ որ ամեն օր անձրև կուկա։ Այս վերջում կանգնած եմ այդտեղ անձրևը կռավ ու արև եղավ, շատ հետաքրքիր մի հատ անծանոթ տեղ մոտեցավ, սա տեսար ինչ մեկից արև եղավ, սպես ուրախ ու գնաց։ Ես չէի ճանաչի այդ մարդուն, չգիտեի ով էր, չգիտեի ինչի համար եկավ ինձսավ։ Բայց այսինքն ամեն մարդ կմտածի որ մասն տրտունջ կենա, ինչի է եղանակը սպես, ինչ տեղի կունենա ու նույնը իր կյանքի համար կռնա տրտնջը, հասարակ մի բան եղանակի համար որ կսենք։ Կռնա արևյանի մենք փողոքվինք ինչի է սկան շոկ, անձրևյանի փողոքվինք ինչի է անձրև, ծունը շատ կուկա, ասենք ինչի սկան շատ ծուն եկավ, քամի կերնի դորից եք փողոքվինք, ես վստահ եմ որ
5-րդ եղանակել որ Աստված ստեղծել էլի մարդը պիտի բողոքվիր։ Էլի տրտուշ պիտի անի իր կյանքի մեջ, թե ինչի է համիսիկ սպեսնա։ Բայց մենք չենք հասկանալ, որ դիք Աստծո կամքն է, Աստծո ձեռի գործն է, ու մեզի պետք չէ դա ամենի մեջ տրտնջալ նույնիսկ մեր կյանքի վրով, որ շատ բաներ տեղի կունենա, որ մեր մեջ տրտունջ տեղի կունենա։ Մենք տրտնջանք, ասենք, ինչի է սիկ սպեսնա, ինչի սպեսնա եղավ, բայց սպես չպետք է անի, որտեղ մենք ուրիշ ձևի ենք մտածել, ուրիշ ձևի ենք պլանավորել, ուրիշ ձևի ենք նախատեսել։ Ընդ որ համար Աստված մեզի կսորվծնե, մեզի կխրադե ու մենք կտեսնենք այդ վիճակը չի փոխվել, այն ժամանակ էլ եղել է ու հմել կա, միջև հմել կա։ Մյուս վիճակը վախն է, երբ որ մարդը կվախենա իր ապագայի վրով, իրան թե ինչ կսպասվի, կվախենա թե կրնադի գտպես նա չեղնի ու կգնի վախերի մեջ։ Այսինքն էլի Իսրայելի ժողովուրդն որ գնայինք, նայեք Իշք 33 համարի մեջ, երբ որ կատու մեղր պխող երկրից հետ էին եկել, նայեք Իշքսը։ Եվ իրենց լրտեսած երկրին համար կեշ լուր բերին Իսրայել որդիներին ասելով. այն երկիրը, որուն մեջ են անցանք լրտեսելու համար, իր բնակիչներ տվող երկիր մնա եւ անոր միջի ժողովուրդը, որ մենք տեսանք հաղթական մարդիկ էին, հաղթահասակ մարդիկ էին, եւ հոն տեսանք հսկաներ, ենակի որդիները, որ հսկաներ են, այնպես որ մենք մեր աշկին մարախին պես երևցանք եւ այնպես ալ անոնց աշկին երևցանք։ Գնացը տեսել են Աստծո խոսքը կա, կհավատան, որ իրանց պես երկիրը խոստավե, սա կհամապատասխաներ չափանիշներին, ինչ որ սել էր։ Բայց մի ադեմ իրանց կյանքի մեջ բայց կար։ Կսեգան իրանց հետ այդ գեշ լուրը բերեցին, որտեղ կսե հսկաներ կան։ Ու կսե մենք իրանց աշկի առաջ մորեխների պես էինք։ Նույնիսկ իրանց համ մեր աշկի առաջ էինք մորեխների պես, համ էլ իրանց աշկի առաջ։ Համ մենք մեզի մորեխ կտեսնեինք, համ էլ իրանք մեզի մորեխ կտեսնեին որպես։ Ու իրանց մեջ այդ վախը կար, իրանք կվախենային այդ ամենից, բայց չէին հասկանա, որ այդ 10 օր անցել են, Աստված իրանց հետ էր եղել ու միջև վերջ իրանց հետ պետք է անիր։ Չէ, ցերեկը ամբի սյուն ամդեր իրանց հով կյանիր, գիշերը կրագի սյուններ իրանց լույս կյանիր, այդ ծովը բացվել է, այդ ամեն այդ ամբողջ ընթացք իրանց հետ էր Աստված, բայց իրանց կյանքի մեջ այնուամենայնիվ այդ վախը կմնար, այդ բայցը կմնար։ Մենք գնացինք, լրտեսեցինք, բայց քսենդեղ հսկաներ կային, բայց հսկաներ կային, այդ վախը կար իրանց կյանքի մեջ։ Ու այդ վախը նույնիսկ եղել է Հիսուսի ժամանակ աշակերտների մեջ։ Երբ որ այդ տեղը քիշեք, որ Հիսուսը ասել էր, որ նավակով ծովագի մյուս կողմը պիտի անցնենք, երբ որ ալեկոծություն եղավ, եկան Հիսուսին ծարտնծերին, չէ՞։ Ու մի հատ խոսեցինք, ասե հոգը չէ որ մենք կկորսվենք։ Ես կմտածեմ այդ ուղղությամբ շատ հետաքրքիր է, որ իրանք խառնվել էին այդ վիճակի մեջ, թեև Հիսուսը իրանց հետ էր։ Ու ասե հոգը չէ որ մենք կկորսվենք, բայց իրանք մեր փաստը հաշվի չէին առել, որ Հիսուսը ասել էր ծովագի մյուս կողմը պիտի անցնենք։ Իրանց վերջնակետը դա էլ էր, որ պիտի անցնենք մենք, ինչ էլ եղնի մենք պիտի անցնենք, բայց ընթացքի մեջ իրանց կյանքի մեջ այդ վախը եկավ ու նույնիսկ Հիսուսին ասել որ կզարթնցնենք, սենոր հոգը չէ որ մենք հիմիկը կորսվենք, մենք խեղդինք արդեն, ջուրը լցվել է նավակը։ Ու նույնն էլ այդ վիճակը կռնա մեր կյանքի մեջ էլ եղնի, որ մենք էլ վախերով լցված եղնենք, մենք էլ մտածենք, թե ինչ պետք է եղնի, ինչի էսպես նա եղե ու մեզ ինչ կսպասվի։ Ու շատ ժամանակ մենք էլ ասում ենք, որ հոգը չէ որ հիմի ես կկորսվի, չես մտածել որ հիմի դի ասպես նա կեղնի իմ կյանքս վարի կեշտա, ինչ ունիս դունձի մար պատրաստած, բայց չենք հասկանա որ Աստված ամեն ժամ, ամեն վայրկյան մեզի հետ է ու մեզի կառաջնորդ է քույր աղբերներ ջան։ Նույնիսկ մեզի սել է որ հոգ մի երեք, թե ինչ պիտի ուտեք ու ինչ պիտի խմեք, մենք այդ համար անգիր գիտենք, բայց ինչի համար մենք հոգ կենենք այն տարական բաների համար, ինչի համար մենք հոգս կենենք ու դիք մեզի համար կդառնա բեռ ու ծանրություն։ Մյուս վիճակը, երբ որ մարդը թերահավատ կյանի ու կսե մինչև չտեսնիմ չեմ հավատա։ Մեզի հետ էլ եղած կյանի այդ վիճակը, բայց մի հատ նայենք իրանց կյանքում ինչ եղավ Իսրայելի ժողովրդի, որ նույնիսկ տեսան այդ Աստծո հրաշքները կտեսնեին, բայց էլի չէին հավատա։ 14-րդ գլխի մեջ շարունակության մեջ կսե եւ Տերը ըսավ Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև երբ զիս պիտի
արհամար է եւ մինչեւ երբ հակառակ բոլոր հրաշքներուս պիտի չհավատա ինձի։ Գսեմ մինչեւ երբ պիտի իմ հրաշքներս տեսնելով մինչեւ երբ պիտի արհամար է ու ինձ չհավատա։ Մինչեւ երբ։ Ու մյուս օրինակը շենք Թովմասի կյանքում տեղ ունեցավ, չէ՞ որ ասեցին որ Հիսուսին են տեսել, ես այդ հատվածը կուզեմ կարդամ, թե ինքը ինչ սավ։ Հովանու 20-ի մեջ 20 Երբ մյուս աշակերտները սին անոր թե Տերը տեսանք, անա լսավ անոնց, եթե իր ձեռքերուն վրայի բևերներուն նշանը չտեսնեմ, ու մատս բևերներուն տեղը չխոտեմ, եւ իմ ձեռքս անոր կողը չխոտեմ, չեմ հավատա։ Մինչև չտեսնեմ, չեմ հավատա։ Ու նույն այդ վիճակը մեր կյանքի մեջ էլ կյանի, քույր եղբայրներ ջան։ Երբ որ մենք էլ կմտածենք, որ կտեսնենք, որ Աստված մեզի հետ կգործե, բայց կսենք մինչև չտեսնեմ, մինչև երկնքից ձեն չլսեմ, մինչև չկան ինձ չսեն, չեմ հավատա։ Ու շատ դժվար է որ մենք կգնենք Աստծուն կփնտրենք, երբ որ շատ սխալ է որ մենք կգնենք Աստծուն կփնտրենք, երբ որ Աստված մեզի հետ է, մեր կողքն է։ Աստված մեզ հետ խոսա ամեն ժամանակ, ամեն վայրկյան, ամեն տեսակի իրավիճակների միջոցով, բայց մենք էլի ինչ որ մի բան կուզենք, ինչ որ մի բան կփնտրենք, որովհետև չենք համոզվի։ Ոստեղից նույնը Իսրայելի ժողովրդի կյանքի մեջ էր, գսեմ մինչև երբ պիտի արհամարեն ինձ ու չհավատան։ Աստված ոչինչ է այդ արհամարանքը, այդ անհավատությունը մեր կյանքի մեջ կա, իմաստություն տա մեզի Աստված որ կրնանանք ամեն ժամանակ, ամեն պարագայի մեջ տեսնենք Աստծո ձեռը մեր կյանքի մեջ, քույր եղբայրներ ջան։ Այս վիճակներն էր մարդկային վիճակներն որ կնայենք, անցել են քանի հազար տարի, այն ժամանակ ինչ որ եղել է, մարդու սիրտը պես էլ մնացել է, չի փոխվել։ Ու գիտեք, նաև Աստծո խոսքն էլ չի փոխվել մեզի համար, որովհետև Աստված մեզի առագացի մեջ գսե որ քու բոլոր սրտովդ գսե Տիրոջը ապավին է, ու քու իմաստությանդ մի վստահ է։ Քու բոլոր սրտովդ հույսը դիր Աստծո վրա, թե այն ժամանակ ես է, թե Հիսուսի եկած ժամանակներում ես է, թե հիմիկս է այդ ամենը, որ մեր իմաստությանը չպիտի վստահենք ու ամբողջ մեր հույսը պիտի տանենք Աստծո վրա։ Հիմա ես ինձ քնեմ նայեմ տեսնեմ արդյոք իմ հույսը ամբողջությամբ ես դրել եմ Աստծո վրա, թե ինչ որ տեղեր կար, ես կմտածեմ ինքնուրույն կռնամենեմ, ես կմտածեմ ինքս կռնամ, ես ճիշտ եմ, ես կենեմ, թե ամբողջությամբ հուսացել եմ Աստծուն։ Եթե ամբողջությամբ մեր հույսն ու ապավենը Աստվածը, ուրեմն մենք շատ երանելի վիճակի մեջ ենք։ Ուրեմն Աստված կբել է մեր սրտին, փոխել է մեր սիրտ ու ես կուզեմ այդ հատվածն է կարդամ, որ մարդը երբեք չի կրնա ինքն իրան փոխվի։ Կրնա որոշումներ, շատ որոշումներ կայացնե, ինձ հետ շատ է որսել են վերջ երկու շաբթի օրվանից ուրիշ ձևի պիտի անիմ։ Այս ինչ օրվանից, այս ամիսն էլ անցնի վերջ արդեն ուրիշ ձևի պիտի անիմ, բայց չի եղել, փոփոխություն չի եղել։ Բայց այդ փոփոխությունը նայեք ինչ տեղի կունենա Եզեկիելի մեջ 36:25 համարը գսե ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մակրվիկ ու 26 համարի մեջ գսե ձեզի նոր սիրտ պիտի տամ ու ձեր ներսիդին նոր հոգի պիտի տնեմ եւ ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեզի մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Իսկ մեզ էլ կվերաբերվի ու այն մեր միջի քարեղեն սիրտ նոր կա մենակ Աստված կրնա փոխը։ Այն դեպքում, երբ որ մենք մեր համաձայնությունը կուտանք Աստծուն, երբ որ մենք ամբողջությամբ Աստծուն կնվիրվենք ու ամբողջությամբ իրան կվստահենք, այդ ժամանակ մենք կտեսնենք, թե Աստված ինչ մեծ փոփոխություն կենե մեր կյանքի մեջ, շատ դեպքերում կրնա մենք մեր անձի վրա չնկատենք, թե մենք ինչքանով ենք փոխվել, բայց հաստատ մեր տնեցիկ կտեսնեն, որ մենք փոխվել ենք, էլ առաջվանը չենք։ Երկու տեղ էլ կարդամ Եփեսացիս երկրորդ գլխի մեջ շատ հետաքրքիր բան կսեմ։ Երկրորդ գլուխ 10-րդ համարը։ Վասնզի մենք անոր ձեռագործնենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերու համար։ Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի անոնց մեջ քայլենք։ Այս սկզբի հատվածն որ կկարդանք 10-րդ համարի գսե մենք անոր ձեռագործն ենք։ Ինչքան հետաքրքիր է, մենք ամեն մեկս ինչ որ մի հատ բան կունենանք, չէ՞ սարկածերած։ Քույրերը նամանավանդ ինչ որ բան գործած կյանի, չէ՞ որ
ասենք ձեռագործ բան է, իմ սարկածս է, ես քիշեմ երեք եմ իշոր, երբ որ ես փոքր էի, մի համ նկար էի նկարել, հեշտմարտու չէի թող այդ նկարին ձեռ տային։ Նույնիսկ տնեցոնց վրա խոսեք, այդ նկարին հանգարց ձեռ չտակ, մինչև ես չնկարեմ, չվերջացնեմ, բադին չխփեք, չենեք, դիք իմս է, իմ ձեռագործը, ես եմ դիք ստեղծել։ Ու մենք որ դիք կմտածենք, մենք որ դիք հասկանանք, իշքան առավել Աստված, երբ որ մենք իր ձեռագործն ենք, իշքան առավել Աստված մեզի Տեր կերնի, իշքան առավել Աստված մեր մասին հոգ կտանի, մեր մասին կմտածե ու թույլ չի տա ինչ որ մեկը մեզի տիպ չի կամ ինչ որ մեկը մեզի բան է քույր եղբայրներ ջան։ Մենք որ հասկանանք շատ փոփոխություն կերնի մեր կյանքի մեջ ու երբ որ մենք մեր համաձայնությունը տանք Աստծուն, մենք կտեսնենք որ մեր սիրտը կփոխվի։ Կապ չունի այն ժամանակ ինչ են եղել մարդիկ ու հիմա ինչ են մարդիկ, մենք կտեսնենք որ Աստծո ձեռքերի մեջ անհնարին բան չկա։ Երբ որ մարդը իրան կհանձնվի, երբ որ մարդը իրան կնվիրվի ու երբ որ մարդը ամբողջությամբ հույսը կտնե Աստծո վրա, այդ ժամանակ կտեսնենք այդ փոփոխությունը մարդու կյանքում։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սկանը կուզենայի կիսվեի, ամեն։ Մեր Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Կուզեմ շարունակել այդպես եղբոր միտքը եւ մեր բոլորի ուշադրությունը ուղենք Տիրոջ խոսքի վրա, որովհետեւ եթե մեր հայացքը, մեր հավատքը Տիրոջ խոսքը չէ եւ եղբայրը խոսած որ մարդու կյանքի մեջ երբ որ մարդու հավատքը, մարդու ուշադրության կենտրոնը Աստծո խոսքը չէ եւ դա տեղի ունեցավ հին ուխտում Աստծո ժողովրդի կյանքի մեջ, մարդկության կյանքի մեջ եղբայրներ քուրեր եւ այդ վիճակը շարունակվում է այսօր էլ մեր օրերում եղբայրներ քուրեր, որտեղ Աստծո խոսքը նույնն է երեք այսօր հավիտյան եւ Աստված խոսում է այսօր էլ մեր սրտերի հետ եղբայրներ քուրեր պիտի կարդամ Հովանու 16-րդ գլուխը գիտեք անցած կիրակի եղբայրները խոսացին Պենտեկոստեի վերաբերյալ Սուրբ Հոգու այցելության համար որ Սուրբ Հոգին իջավ աշակերտների կյանքի մեջ Քրիստոսի եկեղեցին Աստծո հոգով կենտանացավ եւ սկսեց գործել երկրի վրա եղբայրներ քուրեր եւ այդ Սուրբ Հոգին որ իջել էր աշակերտների կյանքի մեջ այդպես գրված է մենք հավատքի նույն հոգին առանք եղբայրներ քուրեր մեկ հոգով մգրտվեցանք մեկ մարմնի անդամ լինելու եւ Աստծո հոգին որ գործել է աշակերտների կյանքի մեջ գործում է նաեւ այսօր մեր օրերում Աստծուն հավատացող մարդկանց կյանքի մեջ եւ քանի որ Հիսուսը այս խոստումը տվել էր որ լավ է որ ես էր տամ որ Սուրբ Հոգին կա մխիթարիչը եղբայրներ քուրեր տեսեք եղբայրը խոսած մի բանի մասին որ կարծես մարդը ինքն է առաջնորդը या աչքի տեսածով է առաջնորդվում या աչքի լսածով ականջի լսածով է առաջնորդվում մարդը առաջնորդվում է या ցանկություններից այսպիսին է մարդկությունը եղբայրներ քուրեր եւ այսօր էլ մեր կյանքում սա մեր մեջ դա տեղի է ունենում շատ անգամ մենք ամենքս առաջնորդվում ենք եղբայրներ քուրեր ինչ որ մի իրավիճակից պայմաններից խնդիրներից դժվարություններից եւ դա նպատակ է դառնում իրավիճակ է ստեղծում մեր կյանքի որ մենք ինչ որ քայլեր ենք ձեռնարկում որոշումներ ենք կայացնում եղբայրներ քուրեր եւ այդպես հայտնվում ենք ինչպես Ադամն ու Եվան ինչ վիճակի մեջ հայտնվան Իսրայելի ժողովուրդը ինչ վիճակի մեջ հայտնվավ եւ անհատ մարդիկ Սավուղը ինչ վիճակի մեջ հայտնվավ եւ այսօր էլ մեր կյանքում է դա տեղի ունենում եւ տեսեք եղբայրներ քուրեր ջան կարդամ այդ համարը 16-րդ գլուխ Հովանու ավետարան 13 խոսքի մեջ Հիսուսը խոսում է այսպես ասում իսկ երբ ինքը ճշմարտության հոգին գա ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ եղբայրներ քուրեր Հիսուսը խոսում է մի առաջնորդի մասին
այդպես ասեմ, հա, որ ասես լավ է ես երտամ, գիտեք, երբ որ Հիսուսը աշակերտների հետ էր, նա էր աշակերտներին առաջնորդում, բոլոր դժվարությունների, խնդիրների մեջ, կարծես աշակերտների սիրտը այդպես ապահով էր, չէ, որտեղ Հիսուսը յանց բոլոր վիճակների մեջ առաջնորդում էր, բայց այստեղ Հիսուս խոսում է, որ Սուրբ Հոգին պիտի գա, եւ վերևի համարներում ասում է ես ձեզ որբ չեմ թողնա, մխիտարիչը կուղարկեմ, եղբայրներ քույրեր։ Երբ որ մենք ասում ենք որբ, հասկանում ենք, չէ՞ դա ինչ է նշանակում, որ մարդը զրկված է իր ծնողներից, իսկ ովքեր են ծնողները, ծնողները նրանք են, ովքեր հոգ են տանում երեխայի բոլոր կարիքների, հոգսերի համար, եղբայրներ քույրեր։ Եվ երբ որ մարդը դառնում է որբ, նա զրկվում է, հա, նման օգնությունից, օժտությունից, գուրգուրանքից, սա մեր մարդկային պատկերացումն է, բայց երբևէ մտածում ենք, որ մարդը հոգևոր իմաստով է որբ, եղբայրներ քույրեր։ Այո, Ադամն ու Եվան ընտրեցին այդ ճանապարհը, որբ մնացին Աստծուց, չառաջնորդվան Աստծո խոսքով։ Եվ այն մարդը, ովքեր, չէ, ծնողն է հոգ տանում, ծնողն է, չէ, հանդիմանում, խրատում, որ երեխան չար ճանապարհների մեջ չտա, եղբայրներ քույրեր։ Իսկ եթե մարդը ինչ է, հոգևոր իմաստով որբ է, կարելի ասել, նա առաջնորդվում է իր ցանկություններից, իր խնդիրներից, իր վիճակից, աչքի տեսածից, եւ սա մարդուն բերում է ամեն դժվարության առաջ, ամեն խնդրի առաջ, եղբայրներ քույրեր։ Եվ դրա համար Հիսուսը դա տեսնելով, հիշում եք, մի ուրիշ տեղ էլ ասեց, հովիվ չունեցող ոչխարների պես է այս ժողովուրդը։ Հովիվ չունեցող ոչխարի պես։ Ինչի է սա ասում Տերը, այսինքն գառների հոտ, որին առաջնորդ է պետք, չէ, հովիվը առաջնորդում է։ Հովիվները, չէ, սովորաբար երբ որ գառներին տանում են արածացնելու, իրանք առաջնորդում են գառներին։ Եվ դրա համար բոլորս գիտենք 23 Սաղմոսը, որ Դավիթ ասում է, Դավիթը ինքը, չէ, ինքը հովիվ է եղել, չէ, գառնարած է եղել եւ ասում է Տերն է իմ հովիվը։ Ես բանի մը կարիք պիտի չունենամ։ Զիս հոտավետ արոդներին կառաջնորդ է, հանդարտ ջուրերին կառաջնորդ է։ Եվ շարունակությունը կարող է կարդալ 23 խոսքը, որ Դավիթի կյանքի մեջ սա տեսնում ենք, որ ինքը լինելով գառնարած, որ հոգ էր տարել գառների համար, եղբայրներ քույրեր, Դավիթը տեսնում է, որ իր առաջնորդը, որ իրան առաջնորդում է, նույնիսկ խոսում է, չասում է, մավան շուկի ձորի մեջ էլ պտտեմ, չարեմ պիտի չվախենամ, դու ինձ պիտի մխիտարես, քու ցուպտ ու գավազանդ զիս պիտի մխիտարե։ Փաստորեն ինչ է խոսում Դավիթը, որ իր կյանքի մեջ եղել են դժվարություններ, նույնիսկ վշտեր, կորուստներ, չէ, բայց քսեր քուցուպ ու գավազանդ է, ինչ արել, ինձ ինչ արել, մխիտարել, եղբայրներ քույրեր ջան։ Եվ այստեղ Հիսուսը խոսում է, ձեզ մենակ չեմ թողնա, ձեզ որբ չեմ թողնա, եղբայրներ քույրեր։ Ուրեմն իսկ երբ ինքը ճշմարտության հոգին կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ։ Վասնզի իմինես պիտի առնե ու ձեզի պիտի պատմե, եւ գալիքները ձեզ պիտի պատմե, անիկա զիս պիտի փառավորե, վասնզի իմինես պիտի առնու ձեզ պիտի պատմե։ Այն ամեն բաները, որոնք Հայրը ունի, իմս է, անոր համար ձեզիսի թե իմես պիտի առնի եւ ձեզի պատմե։ Եղբայրներ քույրեր, ուրեմն Հիսուսը հստակ խոսում է, որ յուրաքանչյուր հավատացյալի կյանքի մեջ, Աստծո ժողովրդի կյանքի մեջ, եղբայրը հիշեցրեց հին ուխտից, որ Իսրայելի ժողովուրդը, որ անապատի տարիների միջով անցավ, նրանց առաջնորդեց ամբիսյունը եւ կրագիսյունը։ Դա Սուրբ Հոգու ներկայությունն էր խորհրդանշում Աստծո ժողովրդի կյանքի մեջ, եղբայրներ քույրեր։ Եվ այսօր կարծես Աստծո խոսքը հստակ խոսում է Սուրբ Հոգու տեսանելի, Սուրբ Հոգու ներկայության մասին յուրաքանչյուր հավատացյալիս կյանքի մեջ, յուրաքանչյուր հոգու կյանքի մեջ, եղբայրներ քույրեր, որ մենք ունենք շատ դժվարություններ, ամեն մեկս, հա, այդպես հովիվ չունեցող գառների նման կարող է մեր խնդիրների մեջ մոլորվենք, եղբայրներ քույրեր, բայց Աստված ինձ ու քեզ մեր բոլորի հայացքը ուղղում է իր խոսքին, որ այդ խոսքին հավատալով ունենանք մխիտարություն եւ կարեկցանք Աստծո
ողորմության համեմատ, եղբայրներ քույրեր, որ Աստված որբ չի թողել, այսինքն քեզ մենակ չի թողել, եւ քո մեջ յա հոգին է դրել, յա հոգին է ուղարկել, եւ դա մենք ակնհայտ տեսնում ենք հավատքով, որ աշակերտների կյանքի մեջ դա տեղի ունեցավ, եւ իրանք հոգեվոր իմաստով ունեցան առաջնորդություն, որ Սուրբ Հոգին իրանց կյանքի մեջ սկսեց գործել, որը անձ է մեր կյանքի մեջ, բնակված մեր սրտերի մեջ, եւ Աստծո բնակությունը Հովհաննեսի թղթերի մեջ գրում է, եւ Աստված մեր մեջ բնակվել է կիմանանք Սուրբ Հոգու միջոցով, եղբայրներ քույրեր։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ այսօր ես ու դու խոնարհվենք Աստծո առաջ, եղբայրներ քույրեր, ոչ թե ավելի բարձրացնենք մեր տեսածը, մեր լսածը, մեր հասկացածը, մեր զգացմունքները, մեր վիճակները, այլ բարձրացնենք Աստծո խոսքը, որ ամեն ինչից վեր է, ամեն ինչից բարձր է, եղբայրներ քույրեր։ Եվ սա իմ ու քո կողմն է։ Ես ու դու պիտի բարձրացնենք Աստծո խոսքը։ Եվ այդպիսի մարդ չկա երկրի վրա, որ նա ասի ես չեմ կարող բարձրացնել, որտեվ դա քո իրավունքն է, դա քո ընտրությունն է, որ Աստված մարդուն այո ստեղծել է, բայց ազատ իրավունք եւ ընտրություն է տվել, ընտրություն կատարելու մեջ, եղբայրներ քույրեր։ Ինչպես որ մենք տեսնում ենք, որ Եվան ինչ ընտրեց, Ադամը ինչ ընտրեց, չէ՞, ազատ էր այդ ընտրության մեջ։ Նա կարող էր չընտրել, չէ՞, կարող էր չընտրել, բայց իր ընտրությունը ում է տվավ։ Հակառակորդի խոսքին։ Իսրայելը կարող էր չընտրել, բայց շատերը ինչ երեցին իրանց կյանքի մեջ, անհավատություն ընտրեցին։ Եվ այսպես Սավուղը կարող էր չընտրել, եղբայրներ քույրեր, չէ՞։ Կարող էր այդ որոշումը չկայացնել, որ խնդիր էր առաջացել, դժվարություն էր առաջացել, չէ՞։ Պատերազմի առաջ էր կանգնել, Սամուելը ուշացել էր, պիտի զոհ մատուցեն, եւ նա ընտրության իրավունք ուներ, հնարավորություն ուներ, եւ նա ինչ ընտրեց։ Նա ընտրեց ոչ թե սпасելը, այլ նա ընտրեց այդ գործը ինքը կատարելը։ Եվ ինչի համար, որովհետև այո, եղբայրներ քույրեր, մարդը հոգևոր իմաստով յա հոգու աշխարհի մեջ ինքը որբ է մնացել եւ չի ուզում, որ ընդունե այն հավիտենական ժառանգությունը, որդեգրությունը, դրա համար առաքյալը խոսում է, մենք որդեգրության հոգին ընդունեցինք, ի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Աստված ամեն բաները իմ ու քո կյանքի մեջ, յա որդի Քրիստոսի ցերկով քանդել են խավարի ճանապարհները, մեղքի կապանքները, որպեսզի իմ ու քո առջև բացվի հնարավորություն, որ ես ու դու որդեգրության հոգին ընդունենք։ Որդեգրության հոգին ընդունելով մեր կյանքի մեջ պետք է կատարվի երեք կարևոր բան։ Երեք կարևոր բան, եղբայրներ քույրեր։ Տեսեք, այսօր շատ հոգիներ կան, որոնք այսպես են մտածում. Գործերս ուղեմ, դասավորեմ, որպեսզի հնարավորություն ունենամ ազատ եղնելու, որ Աստծուն պաշտեմ։ Շատ հոգիներ կա, այսպես են մտածում, որ իմ կիսուրս այն քույրիկի կիսուրի պես եղներ, իմ հոգևոր կյանքս ավելի լավ կեղներ։ Կամ շատ քույրեր մտածում են, որ իմ հարսս այն քույրիկի հարսի պես եղներ, իմ ամուսինս, իմ կինս, իմ երեխաս, եթե այսպիսին եղնեն, իմ այս խնդիրները այսպես չէր եղնի, իմ ֆինանսական խնդիրներս, որ այսպես լիներ, ես լավ աշխատանք ունենայի, ավելի մեծ հնարավորություն կունենայի Աստծո տան մեջ գտնվելու, եղբայրներ քույրեր, եւ այսպես կարծես շատ մարդիկ այսպես են մտածում, որ իմ կյանքի մեջ այս ցանկությունները ավելի բարձր են, որ ես չեմ կարող դրանցից հրաժարվել, եթե այդպիսի ցանկություններ չեղնեն իմ կյանքի մեջ, ես միգուցե Աստծուն հաճելի կյանք ապրեի, եւ սա այդ խնդիրն է, որ այսօր շատ հավատացյալների կյանքի մեջ կա, եւ եղբայրը որ խոսեց, եթե այդ երկրում չեղնեն այդ
հսկաները, հա, յանց աչքի մեջ դա շատ մեծ է երևում, եղբայրներ քուրեր։ Սա մեր տեսադաշտն է, սա մեր հոգևոր իմաստով ասած մեր ներսի վիճակն է, եղբայրներ քուրեր, մեր սրտի վիճակն է։ Եվ սա ծածկված է, եղբայրներ քուրեր, ասեմ։ Տեսեք, այսօր աշխարհը, որ աշխարհ է, աշխարհը հասկանում է, չէ՞, որ ասենք գողությունը լավ բան չէ, եւ նմանատիպ ես կարող եմ բաներ թվարկել, որ դա աշխարհն էլ է հասկանում եւ մենք էլ ենք հասկանում, որ դա շատ վատ բան է։ Բայց մեղքի հասկացողությունը, մեղքի գիտակցությունը դա մարմնի հայտնություն, մարմնավոր իմաստության հարց չէ, որ այսօր ես ու դու հասկանում ենք, որ այդ արարքը, այդ գործը վատ բան է, եղբայրներ քուրեր։ Չէ՞ որ Աստծո խոսքի մեջ գրված է, մենք մարմնավոր ենք մեղքի տակ ծախված։ Եվ ես ինչպես կարող եմ հասկանալ ինչ բան է մեղքը, երբ որ ես այդ մեղքի տակ եմ ծախված։ Բայց մենք հասկանում ենք, որ գողությունը լավ բան չէ, անմաքուր կյանքը լավ բան չէ, խաբեությունը, ստությունը եւ այսպես շատ արարքներ, որ մեր գիտակցականի մեջ, նույնիսկ ամբողջ ազգերի մեջ է գիտակցում են, որ դա վատ բաներ է, նմանատիպ բաներ է։ Բայց գիտակցելով հանդերձ մարդիկ դրա մեջ են, այդպես ապրում են եւ ասում են, թե էս է կյանքը, եղբայրներ քուրեր։ Բայց Աստված խոսում է մեր սրտերի հետ եւ ասում է ձեզ որ չեմ թողնա, Սուրբ Հոգին կուղարկեմ։ Եվ երբ որ քսե Սուրբ Հոգին գա, եղբայրներ քուրեր, սա Սուրբ Հոգու գործն է, որ կատարվել է աշակերտների կյանքի մեջ, առաքյալների եւ այդպես շարունակվել է մինչեւ մեր օրերը եւ մեզնից էլ պիտի շարունակվի։ Եվ աշակերտների ժամանակ էլ, առաքյալների ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր որ այդ գործի հետ, Աստծո խոսքի հետ չեն միաբանվան, յանց ընտրությունը չտվին Աստծո խոսքին։ Եվ մնացին հոգևոր որբ։ Եվ մեղքի կյանքը, աչքերի կյանքը, իմաստության կյանքը իրանց ինչ երավ, զրկեց Աստծո բարիքներից ու օրհնություններից, եղբայրներ քուրեր։ Եվ այստեղ Հիսուսը խոսում է այդ մասին եւ ասում է. Եվ ինքը երբ գա, աշխարհը պիտի համընդդիմանե մեղքի համար, եղբայրներ քուրեր, արտարության համար եւ դատաստանի համար։ Երեք կարևոր վիճակներ է, որ Սուրբ Հոգին ուզում է այսօր յուրաքանչյուր Աստծուն հավատացողին կյանքի մեջ բացե, եղբայրներ քուրեր։ Տեսեք, երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսի կյանքից, Եգիպտոսում նրանք Աստծուն չէին պաշտում, չէ՞, Եգիպտոսում Իսրայելի ժողովրդի մեջ պաշտամունք չկար։ Հակառակը Եգիպտոսում նրանք ստրգության կյանքի էին մղված, ծառայության մեջ էին մղված։ Այնտեղ Աստծուն պաշտելու ժամանակ էլ չունեին եւ Աստված դուրս բերեց, չէ՞, Մովսեսի ցերկով եւ անապատի մեջ օրենքներ տվավ, արտարության, հա, օրենքներ տվավ, որպեսզի Իսրայելի ժողովրդի կյանքի մեջ, որ խոստում էր տված, որ չէ, այո, իմ Աստծո ժողովուրդը, որին Աստված ընտրել էր, Տիրոջը պիտի պաշտեն, եղբայրներ քուրեր։ Բայց ինչ ենք մենք տեսնում, որ այդ անապատի տարիների մեջ մենք գիտենք, որ պաշտամունքը տեղի ունեցավ, երբ որ Իսրայելը ժառանգեց Քանանի երկիրը եւ այնտեղ տաճարը կառուցվավ, որտեղ որ տեղի ունեցավ Աստծո պաշտամունքը, հա, որ Աստված իր օրհնությունով լցրեց այդ վայրը։ Մենք գիտենք, որ այո, անապատի տարիների մեջ Տերը առաջնորդում էր եւ այդ առաջնորդության հիմքում կարևոր մի բան էր ընկած, եղբայրներ քուրեր, որպեսզի Աստծո ժողովրդի կյանքի մեջ կատարվեր այս երեք կետերը, որովհետև կարդում ենք այն ամեն բաները, որոնք հայրը ունի իմս է, անոր համար ցեզի ըսի թե իմինես պիտի առնե ու ցեզի պիտի պատմե, անիգա զիս պիտի փառավորե, եղբայրներ քուրեր։ Եվ այսօր, այսինքն Աստծուն փառավորելը, հա, Աստծուն պաշտելու երկրպագությունն էր, որ նպատակն էր, որ Աստված ընտրեց Աստծո ժողովրդին, Իսրայելի ժողովուրդը եւ տարավ Քանանի երկիրը։ Եվ այսօր էլ մեր կյանքի մեջ, հա, սա պիտի տեղի ունենա, որ
Աստծո ժողովուրդը պիտի Տիրոջը փառավորեն, եղբայրներ քույրեր։ Տիրոջը պիտի մեծարեն, Տիրոջը գոհություն պիտի մատուցեն, բայց հետաքրքիր է, որ եկոր եղբայրը հիշեցրեց, բայց կարծես ավելի շատ ոչ թե գոհության պատարակներ ենք մատուցում, այլ մեր տրդունջն է բարձրանում, եղբայրներ քույրեր։ Եվ Հիսուս խոսեց, որ երբ Սուրբ Հոգին կա, աշխարհը կհանդիմանե մեղքի համար, եղբայրներ քույրեր։ Մենք շատ անգամ հանդիմանվում ենք մեղքերի համար, եղբայրներ քույրեր ջան, բայց չենք ուզում մնալ Աստծո խոսքի մեջ, չենք ուզում Սուրբ Հոգուն տեղ տալ, որ նա ինձ ու քեզ առաջնորդի, որ իմ ու քո կյանքի մեջ բացե որ մենք եկել ենք հավատքի, բայց ապրում ենք անհավատության կյանքով, եղբայրներ քույրեր։ Եվ այսպիսի հանդիմանություն կա գրված, որ Գաղատացիս թղթերից ես կուզեմ կարդալ, քույր եղբայրներ ջան։ Իհարկե սա Պետրոսի եւ Պողոսի մեջև է տեղի ունեցել զրույցը, բայց եկեք անկեղծանանանք, եղբայրներ քույրեր, անկեղծ լինենք, որ Պողոսը չէր եւ նաեւ Պետրոսը չէր, Աստծո գործն է մարդու կյանքի մեջ, այդ մարդը կլինի Պողոսը, այդ մարդը կլինի Պետրոսը, հեղինակությունը անձը չէ, հեղինակությունը Աստծո խոսքն է, եւ այստեղ ասում է, եթե դու որ հրյա ես, եթե դու որ քրիստոնյա ես, հետանոսի պես ու ոչ թե հրյայի պես կապրիս։ Աստծո խոսքը գսե ինձ ու քեզ, եղբայրներ քույրեր։ Աստծո խոսքը ինձ ու քեզ ասում, դու որ հրյա ես, դու որ քրիստոնյա ես, բայց հետանոսի պես ու ոչ թե հրյայի պես կապրիս։ Սա Աստծո խոսքը ինձ է ասում, եղբայրներ քույրեր, քեզ է ասում։ Ու շարունակությունը գսե, ինչպես հետանոսներին կստիպես հրյայի պես վարվել, քույր եղբայրներ ջան։ Մենք մեր կյանքի մեջ տեսնում ենք, որ դա հետանոսի կյանքն է, գիտեք եղբայրներ քույրեր, այ իմ ամուսինս որ էսպես չեղներ, իմ կինը որ սպես չեղներ, կիսուրը, կերսարը, խնդիրը, հոգսը, տառապանքը, վիշտը, սա հետանոսի ապրելակերպն է, եղբայրներ քույրեր։ Մենք որ ասում ենք հետանոս, կարող է մեր պատկերացումի մեջ միանգամից կանք, որ չէ, եկել է մի ժամանակ հետանոսներ ինչ են եղել, այդպես կռապաշտ, ինչ կյանքով են ապրել, գսենք մեզնից հեռու է, բայց այստեղ գսե դու որ հրյա ես, բայց հետանոսի պես կապրիս, ու կստիպես, որ ինչ են հետանոսները հրյայի պես վարվին, բայց դու ինքդ հետանոսի պես կապրիս, այսինքն դու քո սրտիդ մեջ չես կյանքի փոփոխությունը ընդունել, քո արտաքինն ես փոխել, դրա համար Հիսուսը գսե Սուրբ Հոգին պիտի քեզ առաջնորդե, եթե Սուրբ Հոգին չառաջնորդեց, դու չես տեսնի քո անհավատությունը, որտեղ սա Սուրբ Հոգին պիտի հանդիմանե մեղքի համար, որ ընձի չեն հավատա։ Հիմի կրնամ ենք զարմանանք, չէ՞, ինչ խտե։ Հիմի օրինակ մեր ազգին, մեր ազգը քրիստոնյա ազգ է, ինչ չենք հավատա։ Բայց քանիսը հավատան որ կյանքը Քրիստոսն է։ Քանիսը հավատան որ կյանքը Քրիստոսն է, եղբայրներ քույրեր։ Ոչ թե սա խոսք է, այլ կյանքի հայտնություն է։ Սուրբ Հոգին պիտի հանդիմանե այս մեղքի համար, եղբայրներ քույրեր։ Ոչ թե մեր գաղափարը, ոչ թե մեր իմաստությունը, Սուրբ Հոգին պիտի հանդիմանե։ Դրա համար է ես Սուրբ Հոգին իմ ու քո կյանքի մեջ։ Եվ մյուս խնդիրը, որ Սուրբ Հոգու գործն է նորից մարդու կյանքի մեջ, եղբայրներ քույրեր։ Արտարության համար Սուրբ Հոգին պիտի հանդիմանե արտարության համար, որ ես իմ հորս քով կերտամ եւ ալ զիս պիտի չտեսնեք։ Եղբայրներ քույրեր, ինչումն էր արտարությունը։ Քրիստոս արտարության մասին է խոսքը։ Իհարկե հրյաները
մեղադրանք բերին չէ Քրիստոսին, որ դու հայոյություն կենես, որ Աստծո որդի քեզի կանվանես, Աստծուն հավասար կենես, եղբայրներ քույրեր։ Բայց Սուրբ Հոգին եւ մինչեւ այսօր, գիտեք, հրյաների մեջ իրանք չեն ընդունում, չէ, Քրիստոսին որպես Մեսիա, փրկիչը։ Բայց Հիսուսը սա Սուրբ Հոգին է բացող, եղբայրներ քույրեր։ Դրա համար, ինչպես անապադի մեջ, երբ որ Սուրբ Հոգու ձայնը լսեցին ու իրանց սրտերը խստացրին, եղբայրներ քույրեր, չլա թե մենք այսօր Աստծո ձայնը լսենք ու մեր սրտերը խստացնենք։ Իրանք ասեցին Հիսուսին չընդունեցին, չէ՞, եւ խաչեցին, եղբայրներ քույրեր, որպես մեղավոր։ Բայց Հիսուսը ասավ ինձ արտարության համար, որ ես իմ հորքով կերտամ։ Եղբայրներ քույրեր, եթե Հիսուսը արտար չեղներ, ինքը երկինք կարող էր մտնել։ Ամբողջ աշխարհի մեղքը իր վրա վերցրավ, բայց նա Աստծո արտարն էր։ Եվ երկինք մտավ, եղբայրներ քույրեր, եւ այսօր մենք եթե Աստծո արտարը ամբողջ աշխարհի մեղքը իր վրա վերցրավ, եղբայրներ քույրեր, բայց մենք շատ անգամ ինչ կենենք։ Մեղքը, ասենք, այս մարդն է մեղավորը, այն մարդն է մեղավորը։ Մեղադրելով մանկուկանք։ Եվ չենք հավատար մեր արտարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եթե Քրիստոսը իմ արտարությունն է, եղբայրներ քույրեր, Հիսուսին զբարտեցին, չարախոսեցին, անարգեցին, չէ՞։ Հերովդեսը ասավ, դու ես ճշմարտությունը, Հիսուսը լուր մնաց։ Եվ առաքյալը ասե, դու որ հրյա ես, բայց հետանոսի պես կապրիս։ Աշխարհում է, չէ՞, ասենք, մի ադամ կսե 10 կստանան, եղբայրներ քույրեր։ Աշխարհի կյանքում չենք եղել այդպիսին, հա՞։ Մեկը մեզի մի ադամ բանես է 10 ստացել է, հա։ Աշխարհի կյանքը չէ որ քեզի բարև տվողներին բարև կուտաս, քեզի չանսողներին չանքսես։ Եվ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Եկան ասեցին Տեր, այնտեղ հսկա ազգեր կապրին, չէ՞։ Կամ Գողիաթը կանգնել էր իր մեծությունով, իր զորությունով Իսրայելի առաջ, հիշում եք, Սավուղի ժամանակ էր, չէ՞, մեծ հսկա անձնավորություն էր։ Եվ ամբողջ Իսրայելը եւ գրած է Սավուղը, երբ որ Գողիաթը դուրս կեներ ու մարտահրավեր կմղեր, գսե յանք վախի մեջ էինք, վախենային ու սարսափած են, եղբայրներ քույրեր։ Որովհետեւ կտեսնեին Գողիաթի մեծությունը, հա, պես է։ Իա զորությունը, բայց հետաքրքիր է որ եւ այսօր էլ շատ անգամ շատ եղբայրը խոսած չէ, կսե վախերը կբռնեն մեզի։ Հովան Պետրոսը յաթեղտերի մեջ կսե Սատանան մռնչող արուձի պես մանկ ու կա թեումը կուլ տա։ Վախ կա, չէ, մարդու կյանքի մեջ։ Շատերը կսեն սկսեցի Աստծուն հետևել, Աստծուն պաշտել, խնդիրները ավելի շատեցան։ Թե խնդրից է մարդը միշտ վախենա, չէ, մենք փախնենք խնդրեմ չունենալու։ Եվ սա անհավատություն է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Անհավատություն է, որ ես կփախնեմ խնդրեմ չունենալուց ու այդ ճանապարհով կերտամ։ Դուր համար քիքշեր ցերեկ կաշխատի մորա տան հոգսերս հոգամ, էս, ու այդպես հույս ունիմ, որ պիտի գա մի օր, որ այդ խնդիրները չունենամ, բայց այդ օրը չի եկա, եղբայրներ քույրեր, ու չի եկել, շատ եղբայրներ այդպես մտածել են, որ այդ խնդիրները չի լուծվել։ Շատ քույրեր այդպես մտածել են, որ եթե կիսուրը, հարսը, կերսարը, մնացած խնդիրները լուծվի, բայց չի լուծվի, եղբայրներ քույրեր։ Որովհետև Սուրբ Հոգին քեզի հանդիման է քո ներսի անհավատությանդ համար։ Սուրբ Հոգին հանդիման է քո արտարությանդ համար։ Եվ Սուրբ Հոգին հանդիման է որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դու Քրիստոսի այրան գինն ես։
Դու Աստծո համար թանկ ես։ Դրա համար կարտամ պիտի Սաղմոսը 23 եւ մենք աղոթքի պիտի կանք եղբայրներ ջան, քույրեր ջան։ Որ տեսնենք թե Դավիթը ինչի է աղոթքը կենը։ Ինչի Դավիթը սավ Տերը իմ հովիվս է, իմ առաջնորդս է, եղբայրներ քույրեր։ Ու այսօր ես ու դու չենք սեր, Տերը իմ առաջնորդս է, եղբայրներ քույրեր։ Սուրբ Հոգին է իմ առաջնորդը, ես կուզեմ որ այդ առաջնորդությանը միշտ հետևեմ, եղբայրներ քույրեր։ Մենք կմտածենք թե շատ հոգիները այսպես կա, թե ես ով եմ, սովորական հոգի եմ ին վրա ուշադրություն դարձնող չկա, մեր անգամ էլ որա մեր տունը չեն այցելել, դիմել եմ, չեն արձագանքել, հատեխո ես սովորական մարդ եմ, այդպեսի կարդահայտվին, գիտեք եղբայրներ քույրեր, ու երբ որ ես կլսեմ, Աստծո առաջ կսեմ, ես ցավ կապրեմ, երբ որ եղբայրս քույրս կսեմ, մենք ով ենք, սովորական շարքային եղբայր ենք կամ քույրիկ ենք, եղբայրներ քույրեր, սա անհավատության խոսք է, գիտեք։ Դու սովորական հոգի չես, դու Աստծո որդի Հիսուս Քրիստոսի պատվական այրունով քնված հավիտենական հոգի ես, որի համար Քրիստոսը իր կյանքն է դրել եւ Սուրբ Հոգով քեզի կնկել է փրկության օրվա համար։ Դու որդեգիր ես, դու օտար չես, դու Աստծո զավակն ես, բայց Սուրբ Հոգին եկել է որ քո կյանքի մեջ հանդիմանե քո անհավատությունը, քո արտարությունը եւ քո վախը, որ դու կասկածես կա Աստծո սիրո վրա, որ Աստված քեզ աշխարհի իշխանը դատապարտված է։ Եվ 23 Սաղմոսը ինչ է ասում, կարդամ, այդ Սաղմոսը կարդանք եղբայրներ քույրեր։ Կուզեմ ամբողջովին կարդամ Սաղմոսը եւ կանք աղոթքի։ Տերը իմ հովիվս է, բանիմը կարոդություն պիտի չունենամ։ Զիս խոդավետ արոդների մեջ կառաջնորդ է։ Իհարկե մարմնավոր տեսանկյունից է գրված, չէ, ասենք խոդավետ արոդ, դա կյանքի արոդն է, եղբայրներ քույրեր, կյանքի ջուրն է, կյանքի հացն է, քույր եղբայրներ ջան։ Շատերը կսեն, Փարքեզի Տեր Աստված դունձի օրհնել ես, չէ, այդպես անznավորություն է կար։ Ծիրանի քաղաքներ, չէ, հարուստ անznավորության պատմությունը գիտեք։ Շրջապատված էր ամեն օր էլ քեֆ ուրախության մեջ էր։ Աստծուն է փառք կուտար երևի։ Այդ արոդների մասին չէ խոսք, այդ կերագուրի մասին չէ խոսք, եղբայրներ քույրեր։ Կյանքի հացի մասին է խոսքը, որ Դավիթին Աստված կառաջնորդ էր, դրա համար է Տերը իմ հովիվս է, եղբայրներ քույրեր։ Երկնքի հովիվը Հիսուսը ինչի պիտի առաջնորդե մեզ, եղբայրներ քույրեր, հա? Ինչ ընտրիկ կուզեին մեր կյանքի մեջ տա։ Աշխարհի կյանքում չէ, ասենք, երբ որ մեկին կուզես պատվես, պատիվ տաս, տանինգը չէ, ասենք կերագուրներով պատիվ կտան։ Աստված ինչ կերագուր պիտի տա մեզի։ Հովանու 6-րդ գլխի մեջ կսե եւ հայր Աստված զանիկա կնկեց, որ այս հաց ուտե հավիտյան ապրի։ Տերը իմ հովիվս է, զիս խոդավետ արոդների մեջ կպարգեցնե, հանդարտ ջրերի քով ինձի կառաջնորդ է։ Կյանքի ջրի մասին է խոսքը, եղբայրներ քույրեր, որ առաջնորդեգը, որ դու այդ ջրերից խմես, կյանքի ջուրը խմես։ Կյանքի ջուրը խմես, որ անձիդ մեջ կյանք ունենաս, աչքերդ բացվին, հոգիս կնորոգ է։ Դավիթը խոսում է հոգու նորոգության մասին, բայց մենք աղոթք ենք անում մարմնի մասին, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Մարմինը երկինքը պիտի չժառանգե, մարմինը հող է, հողին պիտի դառնա, բայց մեր ամբողջ խնդրվածքը, մեր ամբողջ պատերազմները մարմնի իրավունքի, մարմնի արտադրության, մարմնի բարեկեցության, մարմնի առողջության մասին է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Հոգիս կնորոգ է իր անվան համար արտադրության ճամփաների մեջ կառաջնորդ է ինձի։ Եղբայրներ քույրեր, մենք մեր արտադրության ճամփաները կուզենք Աստծո առաջ բերենք։ Աստված իր արտադրության ճանապարհն ունի, քույր եղբայրներ ջան։ Իր արտադրության ճամփաների մեջ կառաջնորդ է։ Չարեն պիտի չվախենամ։ Այս աշխարհի իշխանը
դատապարտված եղբայրներ քուրեր։ Պիտի չվախենամ, թեպետ Գողիաթը կանգնել էր Դավիթի առաջ, շատ փորձություններ եկել էին Դավիթի առաջ, բայց գսե չարեն չեմ վախենա, եւ շարունակությունը գսե իր անվան համար չարեն իր անվան արտարության ճամփաների մեջ կառաջնորդե, թեև մավան շուկի ձորի մեջ էլ պտտիմ, չարեն պիտի չվախենամ։ Մավան շուկ, չէ, մավան աշխորուստը, աշխարհը, այդ վշտերը, տառապանքները, զրկանքները, արհամարանքները, վախերը, այդպիսի ձոր է, եղբայրներ քուրեր, որ այսօր մեր հոգևոր կյանքի մեջ, մեր հոգու աշխարհի մեջ Սուրբ Հոգին կուզե բացե ինձ ու քեզ, որպեսզի մենք տեսնենք Աստծո մեծությունը, տեսնենք, որ ես ու դու որբ չենք, բայց մի ադամ հաց է պակսե, մի ադամ խնդիր եղե, մի ադամ ճնշում է, մի ադամ ինչ որ հարց եղե, եղբայրներ քուրեր ջան, մենք ինչքան կտագնապինք, ինչքան կսկսենք վախեր ունենալ, վասնզի դու ինձ հետ ես, հաստատություն է, չէ, Դավիթը գսե դու ինձ հետ ես, բայց մենք գսենք վայ հանգարց չեշտամ այդ խնդրի մեջ, մի հատ համար եկա, չէ, Հովսեփի կյանքի մեջ գրված է, գսե Հովսեփը ուր դեր էր, բանդի մեջ էր, բայց Աստված իր հետ էր։ Իսկ այստեղ Դավիթը գսե մավան շուկի ձորի մեջ էլ պտտիմ, դու ինձ հետ ես։ Մենք ինչքան ենք կասկածել Աստծո սիրո վրա, երբ որ դժվարությունների մեջ ենք եղել ու նույնիսկ արտահայտվել ենք, Աստված ինձ թողել է։ Սուրբ Հոգին եկել է մեզի հանդիմանելու մեր անհավատության համար, որ Աստված երբեք չի թողնա, որտեղ ինքը թանկ գնով է մեզի գնել, եղբայրներ քուրեր։ Եվ շարունակեգը քու ցուպտ ու գավազանը անոնք զիս պիտի մխիտարեն։ Աստծո ցուպն ու գավազանն է մեզի մխիտարողը, եղբայրներ քուրեր, բայց մենք մխիտարությունումից կսպասենք։ Ուրդից կսպասենք, մարդուց կսպասենք, այս աշխարհից կսպասենք, մարմնավոր խնդիրներ լուծվելուց կսպասենք։ Սեղան կպատրաստես իմ արջևս, իմ թշնամիներից դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, հիրավի բարերարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի կան, գսե իմ բաժակս խիստ լեցուն է, առատություն կա, լեցունություն կա, ինչի մասին է լեցունությունը, եղբայրներ ջան, քուրեր ջան, Դավիթը գսե իմ բաժակս լեցուն է, եւ գլուխս յուղով կոծես։ Կյանքիս բոլոր օրերի մեջ շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակվիմ, Անունը փառավորվի, եղբայրներ քուրեր, որ Տերը մեզի հավիտենական բնակարաններ է պատրաստել։ Եվ ինչ սավ Հիսուսը, սավ ես կերտամ եւ ցեզի տեղ կպատրաստեմ, չէ՞։ Սավ թե չսավ։ Խոսք տվել է Տերը։ Տվել է։ Երբևէ Տերը յա խոսքը եղել որ չկատարե։ Կատարել է։ Մինչև այսօր Տիրոջ խոստումները կատարվել են, ամեն կատարվել են։ Այսօրից են կողմը պիտի կատարվի, եղբայրներ քուրեր, բայց միայն եթե ես ու դու գանք Տիրոջ հանդիմանությանը, եւ ձեր սրտերը մի խստացրեք բարգության օրվա ժամանակ, երբ որ Իսրայելը խստացրեց, սրտերնից չխռովի, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք, իմ հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզի պիտի սեի հիմա կերտամ, որ ձեզի տեղ պատրաստեմ, եւ եթե երտամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որբիսի ուր որ ես եմ դուք ալ հոն ըլակ, ուր որ ես կերտամ գիտեք եւ ճամփանալ գիտեք։ Մի Տերը գնացել է տեղ պատրաստելու, թե այդ ամենը պատրաստ է։ Այդ ժամանակահատվածը Տերը կուզե որ ես ու դու պատրաստվենք, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ Սուրբ Հոգին ուղարկել է, որ այո, եղբայրը խոսած չէ, որ մեր սիրտը փոխվի, քույր եղբայրներ ջան։
մեկ սրտով պատրաստվենք եւ հայտնության քրկի մեջ վերջի խոսքենը չեքսը եւ հոգին ու հարսը կսեն եկուր Տեր Հիսուս Քրիստոս նա որ ծառավ է եւ հոգին ու հարսը կսեն եկուր եւ նա որ կսե եւ նա որ կլսե թողսե եկուր եւ նա որ ծառավ է թող կա եւ նա որ կուզե կենաս ջուրը ծրի առնե Իանունը փառավորվի ամեն Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի եղբայրներ քույրեր Տերը օրհնե բոլորիդ Այսօր էլ Տերը մեզի կյանք տվեց մենք շնորհակալ ենք եւ այդ կյանքը վերցնում ենք իր ձեռքերից գիտենք որ ինքն է պահել եւ մենք ուրախ ենք որ կանք իր տան մեջ հավատքի մեջ Իր խնամքը պահել է մեզ եւ մենք այսօր ունենք Քրիստոս ամենաթանկը ով որ Քրիստոս ունի խաղաղություն Աստվածային խաղաղություն Հիսուսը ասաց իմ խաղաղությունը կտամ ձեզ որ աշխարհը չունի ոչ թե ինչպես աշխարհը այսօր բոլորը ունեն խաղաղության կարիք Հիսուսը իր աշակերտներին ասեց, որ տունը, որ կմտնեք առաջի հերթին, երբ որ տունը կմտնեք, ասեք խաղաղություն այս տանը։ Եվ Հիսուսի սիրած բառերից մեկն էր։ Երբ որ ինքը հարություն էր արել եւ մտել էր դռները փակ, մարդիկ խառնված էին, շփոթված էին, ինքը ասեց խաղաղություն ձեզ, մի վախեցեք։ Այսօր եղբայրներ քույրեր համամիտ եք որ շատերս այդ խաղաղության կարիքը ունենք շատերիս խաղաղությունը կախված է ոչ թե Քրիստոս կյանքից այլ այս կյանքի պայմաններից կարծես թե այդ խաղաղությունը կա երբ որ մեր խնդիրները լուծված են երբ որ ամեն ինչ նորմալ է մեր կյանքում մեզ թվում է թե մենք խաղաղության մեջ ենք Երբ որ մարդիկ մեզ չեն անհանգստացնում, երբ որ մարդիկ մեզ հետ բարի են, լավ են, եւ նյութական բաները ամեն բան մեր ուզածի պես է, մենք խաղաղություն ունենք։ Բայց ինչ կլինի, եթե այդ ամենը մեր պատկերացումներով չլինի։ Սիրելի քույրիկ ու եղբայր, դու Աստծո մարդ ես, եւ ուզում եմ հարցնել Ինչի հետ է կապված քո խաղաղությունը Արդյոք որ դու հավատացել ես Քրիստոսին Սուրբ Հոգին բերել է այդ խաղաղությունը քո կյանքի մեջ Եվ դու այսօր որ մտնելու ես քո ընտանիքը դու կարող ես խաղաղություն բերել, խաղաղություն տանել, խաղաղության մարդ ես դու Հիսուսն ասաց եթե այդ ընտանիքում այնտեղ խաղաղության մարդ լինի այդ խաղաղությունը կհանգչի իր վրա Բայց եթե չլինի, կվերադառնա ձեզ, եղբայրներ քույրեր, արդյոք դուք խաղաղության մարդ եք, ձեր խաղաղությունը ինչի հետ է կապված, դիմացինի խաղաղությունից է կախված, կյանքի պայմաններից, թե չեն թողնում ձեզ խաղաղ ապրեք, ձեր խաղաղությունը կառույց է, Սուրբ Հոգու պտուղ է, երկնքից կառուցված կյանք է, թե այդ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ ամեն ինչ մեր ուզածով կլինի մեր կյանքի մեջ։ Եղբայրներ քույրեր, հոգևոր մարդու խաղաղությունը կապ չունի աշխարհի հետ, աշխարհի վիճակի հետ, քաղաքականության հետ, իր կյանքի պայմանների հետ, երկրի ղեկավարի հետ, ընտրությունների հետ, քաղաքական հարցերի հետ։ Նա ունի Քրիստոս, նա ունի ապրելու բան, նա ունի կյանք, նա ունի առաջնորդություն, նա ունի Սուրբ Հոգի, որ իրան առաջնորդում է կյանքի ջրերին, նա ունի տեսողություն, նրա տեսողությունը ուրիշ բան է, ինքը հավատքով արդարացել է, կյանքը գտել է ինքը, դրա համար ունի խաղաղություն։ Մարդիկ գիտեք ինչի, մարդիկ երբ են կորցնում իրանց խաղաղությունը, երբ են բարգանում,
որտեղ իրանց պատկերացումները չի լինում այս աշխարհում։ Ավելի ճիշտ մեղքը չի թողնում մարդը խաղաղ ապրի, չեմ ասում մեղքերը։ Մարդը, որ իր կյանքը Քրիստոսը չէ, ինքը հավատքով արդարացած չէ, մեղքը ամենաներսից մարդուն չի թողնում, որտեղ ինքը սուտը իր կյանքի մեջ բերում է այդ անխաղաղ վիճակը։ Մարդիկ մրցակցում են, մարդիկ իրար հետ համեմատվում են, մարդիկ իրար փառքն են փնտրում, մարդիկ պատկերացնում են, մարդիկ երազում են, վերջապես մարմնավոր բաների մեջ, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, խաղաղություն չկա ամբարիշտների կյանքում։ Եթե մարդը առանց Քրիստոսի կապրի, նա չի գտել կյանքը, նա չունի խաղաղություն։ Առաջի գոր եղբայրը խոսեց, մարդը ոչ մի բանից չի կոհանա։ Մարդը ոչ մի բանից չի կոհանա։ Մի օր հիշում եմ, մի եղբայր միտեղ այդպես ծիրանը գծեց ուտելու մարսավ, էս ինչ խաղ ծիրան է։ Մարդիկ կան գուցե ուրախանան, որ իրանք, չգիտեմ, վերջը սեզոնը այնպես էր, որ չգիտեմ, այդպես էր այդ ծիրանի վիճակը, բայց իրականում հոգևոր մարդը ինքը Քրիստոս ունի, արդարացած մարդը ամեն ինչին ինքը գոհ է, ինքը խաղաղություն ունի, իր խաղաղությունը կապված չէ աշխարհի հետ, դա Սուրբ Հոգու պտուղը իր կյանքում կա, իրան չի կարող շփոթեցնել, վախեցնել, անգամ մահը, հոգևոր մարդիկ մահվան մեջ են խաղաղ եղել, եւ Աստծո խոսքն ասում է, որ եկեղեցիները խաղաղության մեջ կաճեին, եւ այն ժամանակ, երբ որ մեծ հալածանք կար, գրված է, որ Սողոսը մահ եւ սպառնալիք էր շնչում եւ բռնում էր հավատացյալներին, տանում էր բանտերը եւ հալածում էր եւ մեծ հալածանք կար, բայց այդ նախադասությունը այսպես է սկսվում, բայց եկեղեցիները, այսինքն այդ բայցը նշանակում է, որ եկեղեցու խաղաղությունը կապ չուներ երկրի վրա զարգացող բաներից, աշխարհից, արտաքինից, նրանք ունեին կյանք ապրելու, նրանք ունեին տեսողություն, նայում էին երկինք, առաջնորդություն, նրանք ապրում էին երկնայինով, իրանց խաղաղությունը աշխարհը չէր կարող գողանալ, ոչ էլ ընտանիքի անդամները։ Այսօր աշխարհում կա խաղաղության դեֆիցիտ։ Շատ ընտանիքներում չկա այդ խաղաղությունը, որտեղ չկա փող, որտեղ պայմանները դժվար են, որտեղ գործ չկա, բայց մեր կյանքում էլ է այդպես, չէ որ դու ունես Քրիստոս, արդյոք այդ Քրիստոս կյանքը բավարար չէ քեզ պահելու խաղաղության մեջ, արդյոք նա իր զորությամբ Սուրբ Հոգին կարող չէ քեզ պահելու հանդարտության, խաղաղության մեջ, որ չշփոթվես, չխառնվես, չկորցնես, չմեղանչես, մարդկանց չմեղադրես, չվիճես, արդյոք այդ երկնային կյանքը բավարար չէ, որ քեզ պահե սրբության մեջ։ Երբ որ այդ կյանքը չի աճել մեր մեջ, մենք չենք կարող, մենք այնտեղ այդ խոսքը ընկած է մեր կյանքում, մենք չունենք զորություն, մենք էլ այդ խոսքը ընկած է մեր կյանքում, մենք չունենք հաղթություն, որտեղ խոսքի վրա չկա հավատք։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը ասեց, մենք իրար ողջունում ենք, մեր ողջունելու բառն է խաղաղություն ցես, չէ՞։ Մենք ասում ենք խաղաղություն ցես։ Եվ այդ խաղաղությունը Հիսուսը ասեց, տարեք ձեր ընտանիքները, ամեն տուն, որ մտնեք։ Այսօր Աստծո խոսքն ասում է, երանի խաղաղություն անողներին, որոնք Աստծո որդիներ կկոչվին։ Խաղաղություն անողները, դա մեր խաղաղության պատիժը Քրիստոս իր վրա առավ, որ մենք Աստծո հետ խաղաղություն ունենանք, մեղք իր վրա վերցրավ, որ մենք Աստծո հետ խաղաղություն ունենանք։ Եղբայրներ, քույրեր, եթե հավատացյալը սովոր չէ մեղք վերցնելու իր կյանքում, իր կնոջ, իր ամուսնու, իր երեխաների, ինքը սովոր չէ այդ մեղք իր վրա վերցնելու։ Եվ գոր եղբայրը ասեց, որ աշխարհի սկզբից նույնն է, երբ որ Ադամին մեղադրին, ասեց, ես ինչ մեղավոր եմ, ես մեղավոր չեմ, կինս է մեղավոր։ Հիմա ինչպես է մեր աշխարհում, անցել են հազարամյակներ, չգիտեմ քանի հազար տարի է անցել,
եւ ինչ որ մի բան է փոխվել մարդկության կյանքում, մարդուն մեղադրում ես, ասում է, ես չեմ մեղավոր։ Եղբայրս էր, կինս էր, քույրս էր, գործն էր, կյանքն էր, վերջապես դիպվածն էր, սպես էր, եղբայրներ, քույրեր։ Այսօր Քրիստոս ունեցող մարդը իր աներկին աշխարհում ունի խաղաղություն։ Այդ խաղաղությունը անգին է, այդ խաղաղությունը փողով չի առնծվի, այդ խաղաղությունը մարդը մարդուն չի կարող փոխանցել, դա երկնքից է։ Հիսուսն ասեց, իմ խաղաղությունը կտամ ձեզ։ Այսօր դուք հոգևոր մարդ եք, այդ խաղաղությունը մի կորցրեք այս աշխարհում, մի կորցրեք, ձեզանից թող խաղաղությունը դուք խաղաղության մարդ եք, որտև այդ խաղաղությունը դուք Աստծո օրենքը սիրելով կառույց է, հավատացյալի կյանքում խաղաղությունը կառույց է, բնավորության գիծ չէ, որ մի օր կա, մի օր չկա։ Չեք տեսել աշխարհում հանդարտ մարդկանց եմ տեսել, որոնք հունից դուրս են եկել, մեղանչել են, հանդարտ մարդիկ, որ բնավորության գծերով իրանք շատ խաղաղ են, նայում ես ինքը այդպես է բնավորությամբ, բայց պահ է եկած տեղը, ինքը մեղանչել է, բարգացել, վերջապես հունից դուրս եկել, իրան պահել աշխարհիկի պես մարմնավոր։ Եղբայրներ, քույրեր, ես չեմ խոսում այն խաղաղությունը, որ երկինքից Քրիստոսն է բերել, դա մեզ կպահե, մեր սրտերը կպահե, այդ խաղաղությունը ամեն մտքից վեր է, մեր ներքին աշխարհը կպահե Աստծո հետ։ Եղբայրներ, քույրեր, այսօր շատերս կորցրել ենք այդ խաղաղությունը, չեն կարողանում իրար հետ խոսել խաղաղ, խոսել հանգիստ, չեն կարողանում ընտանիքում եւ տեսեք Ադամը, երբ որ Տերը ասեց Կայեն, ուր է քո եղբայր Աբելը, ինքը խաղաղությունը կորցրել էր եւ ասեց ես ինչ գիտեմ, ես քո եղբորս պահապանը չեմ, բայց գիտեր չէ, մենք այդպիսի հարցեր խաղաղությունը կորցրած մարդիկ չեն կարող շինել, կառուցել, խաղաղության մեջ էր շինվում տաճարը, Սողոմոնի տաճարը խաղաղ ժամանակների մեջ էր շինվում, խաղաղության մեջ է շինվում կառույց ընտանիքը, եթե դու չես կարող այդ խաղաղությունը տարածես, քեզանից բխի այդ խաղաղությունը դժվար կլինի, ավելի շատ մենք կարող ենք գրգռել իրար, լինել սնապարծ, չգիտեմ, մեր փառքը փնտրով, որտեղ մեզի չեն բարձրացնում, մեր խաղաղությունը կորում է, ինչպես Հովսեփի եղբայրները չէին կարողանում Հովսեփի հետ խաղաղությամբ խոսել, ինչպես թե այդ երազները, որ պատմում էր դուպտի կա օրը մեր վրա իշխան դառնաս, պապան քեզ շատ է սիրում, բոլորից շատ է սիրում եւ կորցրել էին աստվածային կյանքը չկար, գողացել էր աշխարհը, իր խաղաղությունը վերածվել էր բարգության եւ հանգիստ խոսալ չգիտեին, որտեղ սուտը, մեղքը, մարմնավորը, երբ որ մարդը Քրիստոս չունի, նա հանգիստ խոսալ չգիտե։ Երբ որ մարդը Քրիստոս չունի, նա չունի խաղաղություն, նրա խաղաղությունը վերջ ունի, մի օր կկորի, մի օր կգնա գործի հետ, ֆինանսական խնդիրների հետ, հիվանդության հետ, դժվարության հետ, իր խաղաղությունը կկորի, իր ներքին աշխարհը, որտեղ այդ խաղաղությունը ոչ թե Սուրբ Հոգու պտուղ է, այլ բնավորության գիծ է, եւ աշխարհը տվել է աշխարհներ կառնի։ Եղբայրներ, քույրեր, Տերը տա, որ մենք մեր բոլոր կյանքում այդ խաղաղությունը աստվածային վայելենք։ Խաղաղությունը, եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգու պտուղ է։ Իմ սրտիս մեջ կար կարճ փոխանցելու, որտեվ երբ որ առավոտյան կարդացի այդ խոսքերը, իմ սրտիս ընկավ, որ Տերը ասեց, երբ որ տուն կմտնեք, առաջ ասեք խաղաղություն այս տանը։ Այսօր Հիսուսը ուրիշ բան չի ասել, ուրիշ բան չի ասել, ասել է թող ձեր միջոցով, իր առաքյալների միջոցով խաղաղությունը հանգչի այն ընտանիքներում, որտեղ իրանք ոտք կտնեն։ Թող այսօր ձեր միջոցով խաղաղությունը հանգչի այն ընտանիքներում, որտեղ դուք ոտք կտնեք։ Տերը թող օրհնի ձեզ, ամեն։